Հաջող ազիզ ջան։ Մի փակի դուրը, փակի։ Կոֆեն ձեռս գալիս եմ։ Քանի դեռ ես այսպես ազատ եմ, ընթացքը նկարահանում եմ բլոգի, այնպես որ տեսնենք ինչպես կընթանա, ինչպես կլինի։ Այնպես որ ես էլ չեմ ուզում ձեզ թողնել։ Չեմ ուզում ալիքս այսպես տուժի իմ պլանների պատճառով, բայց ամեն դեպքում փորձում եմ նկարահանել ու տեսնենք մինչև երբ կփորձեմ նկարահանել։ Առավոտ շուտ է, ժամը 7:30 է, երեխաներին արդեն ճանապարհել եմ դպրոց եւ մանկապարտեզ։ Հիմա ժամանակն է խոզուկներին կերակրելու խոզերին։ Իսկ ինչ ենք անում, միասին գնում ենք կերակրելու։ Ահա։ Մեկը որ ինձ դրսում տեսնի, կմտածի, ինչ որ գնում եմ չգիտեմ, գնումների կամ եսի մոտ, բայց հիմնականում այս տեսքով գոմ եմ գնում, ահա, ակաս, կապաս, տակ, և ամենակարևորը մաքուր, ինչ անենք, որ գոմ են գնում, ջրերը տանը նկամ, երեք ահա որ քամիր, ահա որ ջրերը տանից ենք տանում մի դեպ Հավերի սցեներն եկավ, երևի զգացին, որ դուրս եկա, հավերիս համար դեղ եմ առել, արդեն խառնել եմ իրանց կերի հետ, հարևանի հավերը արդեն մեր հողամասում են, անես կոմի երեք պոկում էր, ոնց որ ձյուն լեկաս լինի, տենամ գազերը նստած են թե չէ, հետո նոր ջրերը տանում, այ մեկը նստած է, բա ոնց անենք, չեմ ուզում տեղաշարժ լինի, ինձ են սպասում դռան դեմը, ես ինչ է կարել, ես ինչ է կարել, ուր եք բերեք երի ամանը հասցրել, ինքուն է ծանր, ես ամանը, հիմա սպասում են կերը լսնեմ, հերթով դուրս եկա, կերը լսնեմ նոր կան, դաստիրակված են, ահա, գնա, խելոք, սիրուն, հանգիստ, ահա աղջիկներս մաքուր, ամեն ինչ տեղը տեղին, եթե ապրանք ես պաղում, պատի կերն էլ տեղը լինի, ջուրն էլ, մաքրություն է, որպիսի ամեն ինչ լավ ընթանա, անցանք հաջորդներին, եղանակը բացվում է, հլա տեսեք, արդեն արև է երևում, և ինչ է լինում, բնականաբար իմ տրամադրությունն էլ հետն է բացվում, ասում են Աննա ջան, քո տրամադրություն ինչի հետ է կապված, ասում եղանակի, եղանակը եթե լավ եղավ, Աննան էլ է լավ, իհարկե կատակ եմ անում, բայց եղանակն էլ է ազդեցություն թողնում իմ վրա, աղջիկներս եկա հավանոցնել մի անգամից մաքրեցի, և հիմա արդեն ջուրն է լցնում եմ, այն ջուրը փոխեմ ու գնամ պատրաստվեմ, որովհետև պետք է գնամ դպրոց հրավիրված ենք, այսօր երեխաները հայրիկներին պետք է շնորհավորեն, իսկ մեր դասարանի բոլոր հայրիկները աշխատանքի են կամ տեղում չեն, ուսուցչուհին գրել է մայրիկներով եկեք, կնկարահանեք ձեր ամուսիններին կփոխանցեք, թե ինչպես են երեխաները շնորհավորում իրենց հայրիկների տոնը, երևի թե ամսի 23-ին դասի չեն, են ինչը սիրուն ես, ահա, վերջացրեցի,
Գնացի աղջիկներս գնամ լոգան կընդունեմ, նոր կմիանամ, սուրճ կխմենք։ Պետք է պատրաստվեմ, որ ժամը 11-ին սկսվում է, 10:30 պետք է գնամ, հիմա արդեն ժամը 8:30 է։ Լսում եք ձայնը։ Այստեղ աղջիկներս կլուբնիկներն է, սպասում եմ 4 օրատի, որ այսպես արդեն կարողանամ աշխատել, մշակել։ Այդ կլուբնիկներն է, այստեղ սխտորներն է։ Նայեք ինչ սիրուն, այսպես մարգով դուրս են եկել։ Այս վերջերն է Սուսան տատիկը նորից լրացրել է։ Մի քանի տեղ չկար, լրացրել է։ Հետը տեղ հողամասը որ մաքրելու է, շներն ինչ աշծես բրեկցել են, որ ձեր հետ է մաքրել, վառել, ոչ մի բան չի եղել, բայց հիմա նորից մաքրելու կարիք ունի։ Այստեղ 7 տարեկան սոխերն է, նորից պետք է մաքրենք, թարմացնենք, փխրեցնենք։ Այս տարվա պլանները ավելի շատ է հողի հետ կապված, հողամասի հետ կապված։ Աղջիկեք ջան, մի հատ գրեք տեսնեմ, էլի թզի ծառը երբ եմ բացում։ Հանկարծ չուշացնեմ, տենց մնա խաշվի։ Մարտին բացեմ, մարտի կեսերին, թե պարվի ուլերը որն է, այդ որ ամսինա գնում, որ մարոշ չխփի էլի, չսարցնի ծառը։ Հələ մի հատ գրեք տեսնեմ, էլի խնդրում եմ, իմանանք երբ ենք բացում, բացեմ յասամանի ծառն է, հիշում եք, որ այսպես այն հաշիվերը հեռացրել եմ, թե նորն է գալիս, ու ավելի փարթամ, ավելի այսպես ջահել։ Այստեղ պետք է վարենք, բայց երևի թե այս խաղողի վազերին ձեռ չենք տա կամ կհեռացնենք, ուրիշ տեղ կդնենք, չգիտեմ։ Ուզում եմ այստեղ ամբողջը լինի լոբի, մոդիկ լինի, որպեսզի կարողանամ ես ամեն օր ջրել, որովհետև լոբին վերև ջուր չի ստանում։ Այն կոմը բանջարեղենը, տեղ ասենք եթե մի քանի այսպես թուփ սմբուկա, պղպեղա, պամիդոր, այնքան որ տանը լինի, վարունգա, այն կոմը պետքա ցանվի։ Իսկ այն վերևի մասը ամբողջը պետքա կարտոֆիլ լինի։ Կարտոֆիլի սեր մծել էլա, նորից պետքա գնամ ծլահան անեմ։ Աղջիկներս, քանի որ շատ եք հարցնում Աննա ջան թեփի համար, ինչ խորհուրդ կտաս, ինչ անենք։ Գյորգին այնպես թեփոտված էր, աղջիկներս, այլ մազերը, այլ դեմքը, այլ այս ճակատի հատվածները, եւ այս շամպունը օգտագործելուց հետո ես գովազ չեմ անում բոլորովին, քանի որ գրել եք, ասեցի սպասեք ձեր հետ կիսվեմ, միգուցե ձեզ էլ օգնի։ Այս շամպունը սկրին արեք, չգիտեմ, Վայլբրեսում կա, մենք խանութից ենք գնել, որտեղից որ գնել եմ իմ մազիներ կա, դիմակները, ես չգիտեմ, մեծ մասնաճյուղից այդ խանութից էլ ինչ որտեղ կա, թե չկա։ Դրա համար անունը չեմ ուզում տա։ Ամեն դեպքում սկրին արեք, այսպես պահեմ։ Ինքը շատ ընտիր, ընդհանրապես կարելի ասել 2 անգամ Գյորգին լվաց, եւ իր համ թեփը կտրվեց, համ մազերի թեփոտությունը, այդ ամեն ինչը վերացավ 2 օրում։ Իդեալական մաքրում է։ Իդեալնի ուխոտ, նույնիսկ այդպես է գրած է։ Այնպես որ նայեք, չգիտեմ, մի հատ գնեք, փորձեք, միգուցե ձեզ էլ օգնի, եթե օգնել, անչափ ուրախ կլինեմ, որ ինչ որ մի ձև ձեր մազերին օգուտ եմ տվել։ Ահա։ Գնում ենք խոհանոց, մի հատ սուրճ խմենք։ Աղջիկներս անցած վլոգում, այսինքն Պասիլկա բացելու վլոգում բավականին ենթադրություններ եք արել։ Ինչ պետք է անեմ, դասեր պետք է տամ եւ այլն, ոչ սիրուններս, ես դասեր չեմ տալիս դեռևս, ընթացքում ապագան ցույց կտա, բայց հիմա բոլորովին դասեր չեմ տալիս, ալիքներ եմ սպասում, թե չէ բուլավկայի պատմությունն է, ոչ, բալիկի հետ չեմ սպասում, եթե բալիկի սպասեմ, ուրիշ ձեզ կներկայացնեմ, այդ ձև չեմ խոսա, չեմ ասի, բայց այսօր բանից
կյանքում փոփոխություն է լինում։ Կարելի ասել, կյանքիս մեջ առաջին անգամ այսպես ես քայլ եմ անում դեպի առաջ, ոչ թե YouTube-ում կամ չգիտեմ այլ ասպարեզում, այլ մեկ այլ ուղղությամբ։ Դե ընթացքում դուք ամեն ինչ իմանաք, միգուցե ես շարունակեմ, չշարունակեմ, գնամ, չգնամ, մանկապարտեզում էլ աշխատանքի չեմ ընդունվել, այդ հարցին է պատասխանեմ, դրա համար չեմ ուզում հիմա բարձրացնել, մարդ ես, միգուցե չի ստացվում և չեմ գնում այդ ճանապարհը մինչև վերջ, դրա համար ոչինչ չեմ ասում ժամանակից շուտ, պատճառը էդ է, իսկ եթե ամեն ինչ հաջողվի, իմ սպասածները այսպես իրագործվեն, այնպես որ ես եմ այսպես ոգևորված, բնականաբար ընթացքում դուք էլ կիմանաք, բայց ես ժամանակից շուտ չեմ սիրում ոչ մի բան ասել, որտեղ վստահ լինելով, որ այդ ամեն ինչը կավարտվի, այնպես ինչպես որ ես եմ ուզում։ Դրա համար դեռ ոչինչ չեմ ասում, ապական ցույց կտա սիրուներս։ Աշխատանքի տանից դուրս չեմ գալիս, ոչ մի տեղ չեմ աշխատում դեռ, բայց այսօրվանից արդեն այո, իմ կյանքում փոփոխություն է լինում, որի համար ես այնքան ուրախ եմ, որ ասում եմ երազանքներիցս մեկը իրագործվում է, ճանապարհին է։ Եվ այսպես հերթով պետք է այսպես առաջ տանեմ բոլոր երազանքներս, այնպես որ դուք էլ կիմանաք, եթե ամեն ինչ հաջողվի Աստծո կամքով, ամեն ինչ լավ լինի, բնականաբար դուք իմ տան անդամներն եք արդեն, ուղղակի որտեղ այդ ամեն ինչը ընթացքի մեջ չի, չեմ ուզում որ ժամանակից շուտ խոսեմ, դուք էլ եթե ինչ-որ պլաններ եք գծում, ինչ-որ նպատակներ ունեք ու դեռ իրագործված չի, մեկ բարձրաձայնի, ու մոտ ուզում է լինի, ոչ մեկին մեկ ասի, ամեն ինչ թող արվի, արդյունքի մասին արդեն իրանք կիմանան, այդտեղ ոչ ամոթ բան կա, ոչ թաքցնելու բան կա, միգուցե մարդես այդ ճանապարհը չի ստացվում, հետո չասեմ, բա գնացիր ու չեղավ, բախի չեղավ, բայց դրա համար փորձեք այդ ամեն ինչը զուստ մինչև կոֆեն էփի, ես քաղցրը ստոլը դնել Դերելինաս քնածը Մամանն դրսի գորուծերը վերջացրեցի Տանն էլ արդեն սկսել են, դեռ աղջիկս քնած է Հիմնականում աղջիկներ շատ են ինձ նամակներ գրում որ Աննա ջան դու այդ ամեն ինչը ոնց ես հասցնում ես 3 երեխա ունեմ նույնիսկ մազեր լվանալու ժամանակ չունեմ եւ այլն բայց աղջիկներս ամեն ինչը սկսվում այստեղից վերջանում այստեղից Օր ալինում ես էլ նստած եմ մնում ուղեղով ու այդպես էլ նստած մնում եմ ոչ մի բան չեմ բայց ես ինձ այսպես настройка եմ տալիս որ պետք է արվի ու անում եմ ոչ թե սպասում եմ որ մի քանի ժամ հետո անեմ 10 րոպե հետո անեմ 20 րոպե արդեն ժամանակը գնում է ու պետք է այդ բանը մտածեցի անես դրա համար հաջողվում է այն ինչը որ ուղեղով ես անում չես գցում հիմա հետո չգիտեմ պահը հասունացելա պետք է ժամանակ անես մազերը դել լվանաս դեմքդ էլ խնամես կապ չունի 3 երեխա ունես 2 կամ 10 խնամքը առաջնային է պարտադիր չի ամեն օր դիմահար դարվես չգիտեմ քվենես մազերը բայց մաքրությունը որ
ա լինում, որ ես ընդհանրապես չեմ դիմահարդարվում։ Կարևորը դեմքը խնամված լինի, խնամված ասելով դա չի նշանակում, որ պետք է ամբողջ օրը շպարված լինես, եղունգներդ ներկած լիցքարած լինի, եղունգները տակ եթե մաքուր է, եղունգները սիրուն կտրած է, այդ կուտիկուլաները մաքուր է, այդ արդեն խնամված ձեռքեր է, ինչ պարտադիր է, որ այդ ամեն ինչը գնան, լցնեն եւ այլն։ Մինչև աղջիկս արթնանա, հաց կուտի։ Մաման արդեն հեսա սուրճ կխմի։ Գիշերանմաները լվացել, նոր քնել եմ, բայց որ այս ձևը ոնց որ թափ-թփված լինի։ Միջև կոֆե սեպի, չնայած արդեն նեփում է, լավ դե կխմեմ, նոր կդասավորեմ։ Արդեն բարձրանում է վերև։ Եկեք սրճեք աղջիկներ ջան։ Այսօր առավոտը սեր հետ սկսեցի։ Հիմնականում առավոտներն եմ սկսում, որը սկսեմ, եթե չսկսեցի, չեմ սկսի նկարահանել։ Ահա, համեցեք։ Դարելին անգնած չեմ խոսում, որ չարտնանա։ Նայկով եկավ աղջկան գրկած։ Ոնց ես, լալուս, արիմոտս կոնքի մանկաս։ Ելույս, ոնց ես, լավ եմ կյոնքս, ինչ ես անում, նորականից արթնացել, կուկլ են գրկած եկել է, գնանք լվացվես, փոխվես, մազերդ մաման հավաքի, հա, լողանաս, չես ուզում լողանաս, ճիքներս գրեթե պատրաստ եմ, արդեն հագնվել եմ, այսպես գեղեցիկ սեֆտաբատ եմ հագել, այս բլուզը և այս ժակետը, այս ժիլետը, ոչ թե ժակետը, այս ժիլետը արդեն, եթե սուտը չխոսամ, 14-15 տարվա պատմություն ունի, 14-15, 2011-12 թվականին է մայրիկս գնել, ու միջև առ այսօր ճիրտեսկն է գցել, ոչ գույնը, իրան շատ եմ սիրում, ու այսպես իմ հետ ինքն էլ մեծանում է, արդեն 14-15 տարեկան, հիմա ինչ ենք անում, մի հատ դիմահարդարվում ենք, Օղերի մասին չենք մոռանում, աղջիկներ ջան, այս անգամ այս տեսակ օղերն եմ գցում, սև, որը վերևից է խոսայել և այսպես համահունչ լինեն, ոսկի մոսկի ոչ մի բան չեմ գցում, մենակ օղեր, իրանց շատ եմ սիրում, իրանք էլ են շատ նուրբ, շատ սիրուն, ես գնոպկիքը, դա ձենին լսեք, այսօր բույրը ուրիշ է,
Անուշ բուրում եմ։ Գրել էին Աննաջան մենք էլ ունենք այդ օսաները քիչ, շատ լավն է, իսկապես շատ լավն է։ Ես պատրաստ եմ վերարկուսը վերցնեմ ու պապայի հետ գնանք սկեսրայր հայրիկի, բայց չգիտեմ անձնագիր վերցնեմ, ու մաքսյակի կվերցնեմ։ Սոպյան եկա։ Գնացինք կհանդիպենք այնտեղ, կամ էլ արդեն տանը։ Մազը էստեղ շատ չիչոր, բայց ուշանում եմ։ Սիրուններս հասնում ենք դպրոց։ Ահա։ Ես ու սկեսրայրս ենք եկել, քանի որ մեր պապան աշխատանքի է, մենք ենք եկել։ Տենանք ինչ միջոցառում են կազմակերպել երեխաները ուսուցչուհիների հետ։ Սիրուն, մաքուր, արած, դրած։ Հեսա գարունն էլ բացվում է, անցնում են բոլորը աշխատանքի, են կոմում ամեն ինչ ցանում են, նույնիսկ գրված է։ Ամեն ինչ տնկում են, մշակում, երեխեք սովորում են։ Իվանդա հայուբը դա վերջացրինք սիրուններս, հիմա տուն են գնում, հայրիկներն և պապիկներն շնորհավորեցին, պայուսակ ենք հանցանր հայրիկի, հիմա գնում ենք տուն, տեսնենք ինչ ենք անում, Աննան այք է Սոֆոչկայի հետ, մեր տանն են, եղանակն է տակացավ, մեր բաբուշկինը, լավ շոք է, արդեն գարուն է գալիս, հայրիկ, Երիկը տպավորված է, լավ խաղացել են դասարանցիներով, միջև միջոցառումը սկսվել է, հաջան։ Այստեղ Երիկս իր հայրիկի համար նվեր է բերել, մագնիտիկ է, պետք է սառնարանից կպցնենք, Երիկ էսի պոկվել է, բալես, ոնց անենք, որ էլի չորանա։ Ոնց պոկվել է։ Սումքիդ մեջ էր պոկված, այս ոնց էր կպած։ Կարաս հիշես, կլեյով նորից կպցրու։ Ստեղ Երիկս նվերներ է ստացել իր դասընկերուհիների կողմից։ Այսպես սիրունցել է, դուժը բացել ես։ Այսօր բան չեն, լնայեք ինչ սիրուն է։ Հալա նայ։ Ой, мама Джан, как красиво! Шнуровор. Նայք ինչ լավն է։ Այ բալես։ Այստեղ է քաղցրեղին, լտուր բալես։ Երիկու, դայ մամու դայ։ Այդ է Երիկինն է, Երիկ, նայեք ինչ սիրուն է։ Սպասի։ Այդ է Էլինայինն է, կամ հետ։ Լավը դեղ չի նկարել, ասպես սիրուն գրիչ։ Թոննա, շնորհավոր բալես։ Սաղ կյանքը գրիչը ձեռքիցը չկցես, գրիչն ու տետերը։ Հա? Հա, բալես։ Ասեք հաղցրություն։ Հայ։ Մոնիկան ու Արյանան։
Չէ, բան անում ինչա։ Այ Սոֆյան, այ Էրինաչյան։ Վայ, Նադյան ասմա խիչ ես մեր խանութ գալի, ասմեն որ վեներն ասում աննան չի երևում բան։ Ասի ասես։ Այ Սոֆ։ Ստեղ չի։ Աննան ուժը քիչ կգա խանութում։ Լայն հեռախոսը սուրա տենա Մարսենից վիդեոները չի եկեն։ Ջոնի։ Привет. Հələ նայ քարսիկի հետևից ոնց է լացը։ Ուզում է հարսիկի հետ գնա։ Մաման գնում եմ տուն Էլինա։ Մաման գնաց։ Հաջող, ասма հաջող։ Գնաց։ Էլին։ Anne Arsen. Վայնի Արսեն։ Մանակայի için. Նկարում եմ աղջիկներս Արսենս իր առաջին նվերն է ստացել փետրվարի 23-ին կապակցությամբ։ Aya. Չիկ անում։ Ահա տեսեք, ասում է չիկ կարա։ Էրիկինս նկարել եմ։ Հա, նկարահանել եմ։ Արսենիս առաջին նվերն է։ Այստեղ Արսեն ա գրված, այստեղ նույնպես։ Ահա, տեսեք։ Ասում վայնի Արսեն։ Ինձ սիրուն է։ Մանակայի։ Ինչ բալես։ Մանակայի։ Ես էլ նկարեմ, ես էլ ա քոնը։ Էդ Էրիկինն է, թե քոնն է։ Իննաչի։ Քոնը չի։